Բնական է, այսօրվա իրավիճակում չի կարող գյուղացին ինքը իրեն բիզնեսով սկսի զբաղվել։ Չկա այդ ֆինանսական հնարավորությունները։ Այսինքն կարծում եք վարկերն են թանկ, միգուցե այլ խնդիրներ էլ կան տնտեսական, որ քառորդ դար մեր գյուղացիները բիզնեսով չեն զբաղվել։ Որովհետև Ես չգիտեմ դուք քառորդ դար եք նշում։ 91 թվականից ի վեր։ Միշտ ոնց եղել է, այտենց մնացել է։ Հիմա փորձում ենք զարգացնել, այն ինչ որ եղել է ձեր ասած քառորդ դարում, ոչ մի բան չի փոխվել գյուղացու համար։ Եթե գյուղացին համարում է, որ ասենց ապրելը լավ է, տենց էլ կարող է ապրել, բայց գյուղացին պահանջում է մեզանից։ Մենք ասում ենք, ելքեր են գտնում, ոնց անենք, որ իր պահանջները կատարվի։ Ես հիշում եմ նախորդ վարչապետի օրը Տիգրան Սարգսյանի համաշխարհային բանկից հատուկ այսպես ծրագրեր կային, որ այնպես հողերի ճիշտ լուծել եւ այլն եւ այլն։ Բայց այդ ծրագրերը կարծես թե չօգնեցին եւ յուղացիները դարձյալ էլի փողոց են, ճանապարհներ են փակում եւ դուք նորանշանակ նախարար նորից կոչ եք անում զբաղվել բիզնեսով եւ նորից խոսում եք տրեյնինգների մասին, ինչ կարող եք ասել։ Պետք է պարտադիր շարունակել եւ տրեյնինգները, եւ ներդրումները, եւ ավելի բիզնես մոտեցում ցուցաբերել։ Այսինքն երբ որ կառավարությունը գյուղացու կողքին չի, ինչ տրեյնինգի մասին է։ Հետո ասեց որ կողքին չի, կառավարությունը միշտ գալիս հակակարգտային կայաններ չկա։ Հետո պարզը դառնում որ անորակ սերմանցու են տվել, պարտանյութի գինը բավականին բարձր է։ Այդ բոլոր հարցերը ուսումնասիրվում է հիմա, որպեսզի դրան լուծում տրվի։ Իրականացնենք, որպեսզի պատուկները հողերի ճիշտ գյուղացուն։ Գյուղացուն միշտ պետք է ուղղորդել ճիշտ կազմակերպելու իր գործունեությունը, հա։ Այն ինչ որ դուք ասում եք, իհարկե, հիմա ուսումնասիրվում է եւ ադապտացվելու է ձեր հենց հնչեցրած խնդիրներին, հաջորդ քայլերը։ Գյուղատնտեսության նախարարության անպայման ներկայացվելու է վարչապետի հետ տրվելու է համաձայնության եւ հետո բոլոր հարցերին պատասխան։ Թերմերի կապված սուբյեկտիվ վերաբերմունք չունեք, ասենք ելեք։ Երբեք սուբյեկտիվ չի կարող լինի ին վերաբերմունքը։ Պարոն նախարար, տեսեք, խնդիրը նրանում է, որ մթերող կազմակերպությունները չեն վճարել գյուղացիներին եւ այդ պայմաններում միգուցե ճիշտ կլիներ կոչ ուղղել այդ կազմակերպություններին զբաղվել բիզնեսով կամ գյուղացիներին։ Նույն կոչ արվել է երեք եւ մթերողներին, իրենց հետ ամենօրյա աշխատանք է տարվում, թե ինչպես է պարտքերը մարվում, իրենց հայտարարությամբ իրենք համաձայնացրել են գյուղացիների հետ պարտքերի մարման ժամկետները, հետեւաբար այդտեղ խնդիր չեմ տեսնում։ Եթե չմարվի եւ նորից խնդիրներ լինի իրանց միջեւ, բնական է պետությունը ստիպված կլինի միջամտել։ Ես ճիշտ եմ ձեզ հասկանում, որ ստեղծված իրավիճակից կառավարությունը, նորանշանակ կառավարությունը միակ լուծումը այն է, որ դուք առաջարկեցիք գյուղացիներին զբաղվել բիզնեսով եւ կարծես թե այլ լուծում մենք չենք լսել։ Պետության կարգավորիչ դերը։ Ինչ եք անում։ Ես կառավարության անունից չեմ կարող խոսել, ես կարող եմ խոսել գյուղատնտեսության ոլորտի զարգացման առումով։ Հիմնական իմ ուղղությունը լինելու է, որպեսզի օգնել եւ ներդրումներ կատարել, որպեսզի գյուղը հարստանա, գյուղացին հարստանա, իրանք ունենան ապրելու ավելի բարձր հնարավորություն։ Կոնկրետ այս պարագայում, երբ որ գյուղացիների գումարները վճարված չեն մթերող կազմակերպությունների կողմից, կառավարությունը բացի ձեր կոչից գյուղացիներին զբաղվել բիզնեսով ինչ է պատրաստվում անել։ Դա գյուղացիների եւ մթերողների երկուստեք հարաբերություններն են։ Իրենք իրար հետ համաձայնացել են, այսօր բողոք չկա։ Այսօր մթերողը ասում է, որ ինքը պայմանավորվել է գյուղացի, դες կրկնվում եմ արդեն։ Երբ որ կլինի խնդրի լուծում կտրվի։ Համապատասխանաբար ըստ օրենքի։ Բայց եթե այսօր մենք գնանք նրան, որպեսզի եկեք դատարան տանք եւ մթերող ընկերությունների սնանկացնենք եւ ընդհանրապես ամեն ինչը փակենք, եթե դա է ձեր ցանկությունը, դա ելք չի։ Ելքը նա է, որ իրենք երկուսով պետք է գան համաձայնության, թե ոնց պարտ կմարվի, որպեսզի եւ գյուղացին շատ չնեղվի եւ մթերողը իր հարցերը լուծի ֆինանսական։